Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր մատուցվել է Կիրակնօրյա Սուրբ Պատարագ։ Արարողությունը նախագահել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Այսօր Մեծ Պարքի երկրորդ արտաքսման կիրակին է։ Օրվա խորհուրդը հիշեցնում է մարդու վտարումը Եդեմի պարտեզից, պատվիրանազանցության պատճառով։ Ըստ Աստվածաշնչի այդ պահից մարդը զրկվեց անմահությունից եւ սկսեց իր երկրային դժվարին ուղին։ Եկեղեցական հայրը Պահոտ շրջանի այս փուլը սահմանել է որպես ինքնաանդրադարձի եւ զղջման հրավեր։ Օրվա խորհուրդը հավատացյալներին մղում է ապաշխարության եւ հոգեվոր վերածննդի։ Սևանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած սպանության գործով նոր մանրամասներ են պարզվել։ Սպանված երիտասարդը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանն է։ Ողբերգական դեպքը տեղի ունեցել փետրվարի 21-ից 3-ը Մարդաշատ վայրում։ Շամշան.com-ի փոխանցմամբ զինծառայողին հեռախոսազանգով կանչել են Սևան հատուկ հանդիպման։ Տեղ հասնելուն պես նրան անմիջապես դանակի արվածներ են հասրել առանց որևէ բան քննարկելու։ Իրավապահներն արդեն հայտնաբերել են ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող երկու անձի։ Այժմ քննությունը փորձում է պարզել այս դաժան հաշվեհարդարի իրական դրդապատճառները։ Այս դեպքը ընթացիկ տարվա փետրվար ամսվա մեջ պայմանագրային զինծառայողի սպանության արդեն երկրորդ դեպքն է։ Եվրամիության պատվիրակությունը Երևանում աշխատանքային այցի ժամանակ գնահատել է Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական օրակարգի մշակման ընթացքը։ Այս այցը նախորդում է հանձնակատար Մարտակոսի մարտյան այցելությանը եւ կողմերի անդրանիկ գագաթնաժողովին։ Բրյուսելը վերահաստատել է Հայաստանին 202 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը։ Ուշագրավ է, որ նմանատիպ խոշոր հատկացումը կատարվում է հենց սպասվող ընտրական գործընթացների նախաշեմին։ Եվրոպացի պաշտոնյաները որպես գլխավոր նպատակ նշում են ժողովրդավարական դիմակայունության եւ ընտրությունների ամբողջականության պաշտպանությունը։ Նախընտրական շրջանում նման ֆինանսական ներարկումները ակնհայտ հարցեր են առաջացնում Բրյուսելի քաղաքական ազդեցության եւ իրական դրդապատճառների շուրջ։ Պատկերացրեք 2018 թվական հունիսի 7։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն խոսել է սահմանադրության որոշ կետերի փոփոխության մասին։ Ըստ Վարդևանյանի, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին կառավարության ղեկավարի թեկնածու լինել։ Փաստաբանը հիշեցրել է դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրության 148-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ Փաշինյանը հոդվածի կետը համարել էր վնասակար եւ վտանգավոր։ Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ։ Դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է падգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Պատկերացրեք երկու խնդիր, որ ներկայացվում է, այն է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջները իսկապես մեր հանրային դիսկուրսում քննարկվել են, դրա նույնիսկ սահմանադրական փոփոխության հարցը դրվել է, բայց չի իրականացվել։ Չոր իմաստով հերթական խոստումներից մեկն է եղել, որ այդպես էլ չի իրականացվել։ Բայց վստահ եղեք, որ այս անգամ նշված տեխնիկական հոդվածը իր տեխնիկական խոչընդոտներով սահմանադրության մեջ ամրագրված անպայմանորեն փոփոխվելու է։ Եվ մենք ունենալու ենք իրավիճակ, երբ Հայաստանը հասու է լինելու, հասանելի է լինելու բոլոր հայերի համար։ Ուկրաինայի Լվով քաղաքում գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով ոստիկան է զոհվել։ Միջադեպը գրանցվել է կեսգիշերին։ Իրավապահները դեպքի վայր են ժամանել կողոպուտի մասին ստացված կանխամտածված ու կեղծ ահազանգով։ Առաջին պայթյունը որոտացել է պարեկների ժամանման պահին, իսկ երկրորդը օգնության ասած հաջորդ խմբի ներկայությամբ։ Հարձակման հետևանքով սպանվել է 23-ամյա ոստիկան, ևս 14-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դատախազությունը կատարվածը պաշտոնապես որակել է ծանր հետևանքներով ահաբեկչական գործողություն։ Այժմ քննությունը պարզում է կազմակերպված թակարդի իրական հանգամանքներն ու հնարավոր պատվիրատուներին։
Աշխարհի ամենաթանկարժեք ու նորագույն Ջերալդ Ֆորդ ավիակիրը հատել է Ջիբլալթարի նեղուցը։ Արդեն մուտք է գործել միջերկրական ծովի արևելյան ջրեր։ Միացյալ Նահանգներն այս հսկային տեղակայում է Իսրայելի անմիջական հարևանությամբ, նպատակ ունենալով ապահովել դաշնակցի օդային պաշտպանությունը։ Միաժամանակ Պարսից ծոցում շարունակում է իր առաքելությունը Աբրահամ Լինկոլն ավիակիրը, Իրանի շուրջ սեղմելով օղակը։ Ըստ որոշ փորձագետների, Պենտագոնը ծրագրում է ավիակրի հզոր ներուժն օգտագործել Հեզբոլայի, Հութիների եւ իրաքյան պրոիրանական խմբավորումների դիրքերը ռմբակոծելու համար։ Այսուհանդերձ նման ագրեսիվ ռազմական կուտակումները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայունություն հաստատելու Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունները։ Փաստացի ամերիկյան զինուժն անցնում է ուղղակի միջամտության փուլի, պատրաստվելով ընդհարվել Իրանի եւ նրա դաշնակիցների հետ։ Սակայն հարց է մնում, արդյոք այս ցուցադրական ուժը կզսպի հակառակորդին, թե ավելի կմոտեցնի անխուսափելի մեծ պատերազմը։ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը չի ընկրկի Միացյալ Նահանգների ճնշումների առաջ։ Սա պատասխան էր Դոնալդ Թրամփի սպառնալիքին ռազմական հարվածով պարտադրել միջուկային նոր համաձայնություն։ Այժմ Պարսից ծոցում իրավիճակը խիստ լարված է Միացյալ Նահանգների ռազմական ներկայության մեծացման պատճառով։ Օմանում եւ Շվեյցարիայում անցկացված բանակցությունները դեռևս որևէ իրական արդյունք չեն տվել։ Թեհրանը պատրաստվում է նոր նախագիծ ուղարկել Վաշինգտոն, սակայն դիվանագիտական լուծումը քիչ հավանական է համարվում։ Այս ֆոնին Իրանում ուսանողները հրապարակավ աջակցություն են հայտնել երկրի առաջնորդին եւ դատապարտել Միացյալ Նահանգների ու Իսրայելի հրահրվող սադրանքները։ The New York Times-ի տվյալներով Այաթոլլահ Խամենեին Ալի Լարիջանիին նշանակել է իր փաստացի իրավահաջորդը, հնարավոր մահվան կամ կառավարական համակարգի կատվածարարության դեպքում։ Նման արտակարգ ծրագրի անհրաժեշտությունն առաջացել է Միացյալ Նահանգների հետ բացահայտ ռազմական բախման եւ հնարավոր մահափորձերի սպառնալիքի ֆոնին։ 67-ամյա Լարիջանին արդեն իսկ իր ձեռքում է կենտրոնացրել երկրի ռազմավարական բոլոր լծակները։ Նա անձամբ է ղեկավարել վերջին բողոքի ցույցերի ճնշումը եւ ներքին կայունության պահպանման գործողությունները։ Վերջին ամիսներին Լարիջանի լիազորություններն ընդլայնվել են նաեւ արտաքին ճակատում, ներառելով կապերը Ռուսաստանի եւ տարածաշրջանային գործընկերների հետ։ Բացի այդ, հենց նաեւ վերահսկում Վաշինգտոնի հետ ընթացող միջուկային զգայուն բանակցությունները։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի պաշտոնական նախագահի դերը վերածվել է զուտ ձևականության Լարիջանի ստվերային կառավարման ներքո։ Վաղ առավոտյան Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի արևելյան եւ հարավ-արևելյան սահմանամերձ շրջաններին։ Իսլամաբադի պնդմամբ թիրախավորվել են պակիստանյան Թալիբանի եւ Իսլամական պետություն խմբավորումների 7 թաքստոցներ։ Այս գործողությունը պատասխանն էր Պակիստանի տարածքում տեղի ունեցած վերջին արյունալի ահաբեկչություններին։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռազմական օբյեկտների խոցումը եւ հայտնում քաղաքացիական զոհերի, այդ թվում կանանց ու երեխաների մասին։ Քաբուլը կտրականապես մերժում է ահաբեկիչներին հյուրընկալելու մեղադրանքները, տեղի ունեցածը որակելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Սահմանային այս սրացումը լրջորեն վտանգում է երկու հարևանների միջև հաստատված փխրուն հրադադարն ու տարածաշրջանային կայունությունը։